Սիրելի դիլիջանցիներ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, ողջունում եմ բոլորին։ Երեք տեսակ զորահանդեսը Ժողովուրդ ջան։ Ով է հեռուստացույցով տեսել, ով է հրապարակում տեսել։ Ոնց է տպավորությունները։ Հələ ծափերով ցույց տվեք ոնց են տպավորությունները։ Հիշում եք վերջին տարիներին ինչ էին անում ձեզ հայտնի շրջանակները, ովքեր հիմա հանդես են գալիս պատերազմի եռագլուխ կուսակցության տեսքով։ Ասում էին, որ բանակը քանդում են, ասում են, որ երկիրը անպաշտպան է, որ բանակի վրա ոչ մի բան չեն անում, պարտքը ավելացրել են, չգիտեմ, տարել են տներ են առել, շվեյցարական բանկերում են դրել, երեք այդ բոլոր պնդումները իրանց պատասխանը ստացան, որովհետև ես էլի եմ ասում, այն ինչ որ երեք մենք ցույց ենք տվել, մենք ցույց ենք ամբողջը բոլորը գործարանային արտադրության, ընդեղ մի հատ զինատեսակ չկա, որ ուրիշի ձեռով անցել է եւ նախատեսված չի Հայաստանի Հանրապետության համար, բոլորը ինչ որ օտարերկրյա 7 երկրի առնվազն 7 երկրի արտադրած զենք զինամթերք ենք մենք ցույց տվել ձեզ, սիրելի ժողովուրդ, սիրելի քաղաքացիներ, եւ ես ձեզ շնորհավորում եմ նոր բանակ ունենալու առիթով։ Եվ նոր բանակը դա էներ ինչ որ այդ հլայրևացող մասնա։ Երեք ես օրվա վերջում բանակի հրամկազմի պաշտպանության նախարարությունում մի փոքր միջոցառում կար, ասում եմ, բա հələ ամենակարևորներից մեկը մենք ամրացված շրջանները չենք կարողացել ցույց տալ։ Տասնյակ ամրացված շրջաններ ենք մենք կառուցել եւ շարունակում ենք կառուցել եւ շարունակելու ենք կառուցել, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը ունենա պաշտպանունակության ամենաբարձր մակարդակը եւ մենք այդ ճանապարհին ոտք ենք դնում։ Մեզ ասում էին, մենք բանակը քանդել ենք կամ քանդում ենք։ Ինչի են ասում, որովհետեւ իրանք գիտեին իրանց թողած բանակը, գիտեին, որ դա քանդված վիճակում է այդ բանակը, այդ քանդելու պատասխանատվությունը ուզում էին դնել մեզ վրա։ Մեզ ասում էին պատերազմ եք արել, պատերազմ եք սադրել, իրանք գիտեին, որ պատերազմ են թողել, պատերազմը թողած հեռացել։ Ես ուզում եմ բոլորիդ ուշադրությունը հրավիրեմ մի բանի վրա։ 2016 թվի 4-օրյա պատերազմը որևէ թղթով չի ավարտվել։ Այսինքն չի ավարտվել, պարզ չի եղել ինչով է ավարտվել այդ պատերազմը։ Այսինքն հասկանում եք, չէ, որ տեղի է ունենում պատերազմ, դադարում է, ինքը պետք է ինչ-որ բանով ավարտվի, որևէ բանով, թուղթ պետք է ստորագրվի, 2016 թվի պատերազմը ոչ մի թղթով չի ավարտվել, ոչ մի թղթով։ Այսինքն 2016 թվականի պատերազմը շարունակվել է 17-ին, 18-ին, 19-ին եւ 2020 թվի պատերազմը ընդհանրեն 2016 թվի պատերազմի շարունակությունն է եղել եւ այս է ճշմարտությունը։ Նրանք մեզ ասում են, ես վարչապետ եմ դառել, մայիսին ես վարչապետ եմ դառել, իրանք հուլիսին արդեն ինչքան դաշնակա ռոբասերժական կար այդ կալուգայական այդ միջավայրը, որոնք բանն են, դրանք Սերժի ճտերն են, դրանք Սերժի քաղաքական զավակներն են, քաղաքական եւ ոչ միայն քաղաքական։ Ես ամսի 8-ին մայիսին վարչապետ եմ դառել, չեմ հասցրել թղթերը թերթեմ ուղակի։ Հողերը տալիս է, հողերը տալու է, տվել տալու է,
Եք ինչ են ասում ժողովուրդ ջան, որովհետև իրանք գիտեն, որ իրանք տվե պրծել են, ու իրանք տվել են շատ շուտ, դեռ 96 թվին են տվել, ուղղակի մեզ չեն ասել, որ իշխանությունը պահեն, այսօր բոլոր թղթերը հրապարակված է, ով ուզում է մտեք այդ բանակցությունները նայենք, մտեք բանակցությունները նայեք և տեսեք, թե մենք ոնց ենք եկել, և Սյունիքի մարզը և Մեղրին փրկել ենք հանձնումից, որ Ռոբերտ Քոչարյանը իր հանցախմբի հետ պլանավորում էր Մեղրին հանձնել, առաջինը Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանն են իրանց կյանքով հետաձգել այդ պրոցեսը, իրանց կյանքով հետաձգել և հոկտեմբերի 27-ը արվել է Մեղրին հանձնելու կոնտեքստում և դրա մասին հրապարակային վկայություններ կան պրոցեսների ներկա մարդկանց։ Այսօր մենք մեզ ինչ են ասում, մեկ էլ ասում են միջանցքա տալիս, մի X պայ արդեն չեն ասում միջանցքա տալիս, որտեղ մենք ասել ենք, որ դա բացառվում է, ասում են տվեք, խոստացել եք տվեք, որ պատերազմ չլինի, ինչով ավարտվեց այդ պատմությունը, այդ պատմությունը ավարտվեց, որ մենք ստորագրեցինք թրիպ նախագծի մասին համաձայնագիրը, որտեղ ասվում է, որ թրիպ նախագիծը իրականացվում է Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության շրջանակում և Հայաստանը իր լիարժեք ինքնիշխանությունը պահպանում է թրիպ նախագծի իրագործման բոլոր տարածքներում և հետևաբար չկա միջանցքի թեմա, չի եղել, ժողովուրդ կարևոր է, որ չի եղել, ստեղ ամենահետը բացեք 2020 թվականի նոյեմբերին ես մի քանի անգամ ուղերձով դիմել եմ ձեզ, սա շատ էական հանգամանք է նաև այսօրվա պրոցեսը, 20 թվի նոյեմբերին այն վիճակը հիշեք, ես ուղերձով դիմել եմ, որովհետև այն ժամանակվանից այդ թեման կար և ինչ այլոց։ Sense արի բաց։ Նա կապ է սկտա։ Չէ առանց հերթի չէ, Առանց հերթի չէ։ Ես ժողովուրդ դա երեխեքի վերջակի սալիկը Նիկոլ Փաշինյանի Ոայ մրուկը, տեսող քեզ մեղացրե, նայեկի, տեկ մամային նայեք, երեխեք նայեք, շուշ, նայեք, ոյ կներեք, սոն նայեք, մերսի շատ, մեր միացրտի կարեք, եկեք ես դոլով դսեք։ Արի կուչի գարի ես կոչ։ Բարով արդապետ, ես միատ քարտ ես կտակ, Մեզ է տվեք էլի, Փաշինյան ջան։ արդապետ մեզ է տվեք, բարով Ay, çok ne kadar?
Ինչ աղե հայրիկ ջան, ինչ ես նեղ ջղայնացել։ Ո՞վ է քեզ ջղայնացրել։ Տվեք նկարեմ։ Բացել է, բացել։ Քայլի։ Դիմացը կացում Գնացինք Ժորջան, ուշանում ենք։ Շատ անհարմար է դրան։ Սիրելի դիլիջան սիրում եմ։ Քիչ կախած է։